Մենք վերադարձանք ու շնորհակալություն իրականում այս ոլորտում բոլոր աշխատակիցներին, որովհետև իրոք դուք էլ նկատեցիք, թե ինչքան մեծ աշխատանք են նրանք անում ու ինչքան կարևոր նրանք են, որ որոշում են մենք արդյոք մեզ հետ անձրևանոցվեցնենք, թե ոչ ու նմանատիպ շատ այլ պարագաներ։ Համաձայն ես ինձ հետ։ Շատ համաձայն եմ։ Դե եթե համաձայն էին ինձ հետ, մենք շտապենք շարժվենք առաջ ու արդեն մեծ սիրով անդրադառնանք մի շատ կարևոր իրադարձության, մի երեկոյի, մի ֆանտաստիկ համերգի, որը տեղի կունենա մարտի 26-ին օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում կկայանա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյանի ռոմանսների երեկոն։ Իսկ ավելի մանրամասն մենք պատրաստվում ենք խոսել մեր հյուրերի հետ, ովքեր արդեն մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյանը եւ դաշնակահար Ելենա Վարդազարյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել ու բոլորը միասին սկսել։ Մենք նույնպես Դե ինչ, գնանք մի քիչ հետ, մենք մինչև հարցազրույցը պարզեցինք միասին, որ արդեն 10 տարի է շուրջ դուք միասին համագործակցում եք, այո։ Միասին աշխատում եք։ Միտքը երբ ծնվեց, ինչի հենց մարտի 26, ինչ ռոմանսների երեկո է սպասվում, ինչ ծրագրով, համեցեք։ Ելենայի հետ մենք համագործակցում ենք շուրջ 10 տարի, երբ Ելենան ընդունվեց օպերային թատրոն, պետք է ձևավորել իր ներքին սոլիստների խումբը, այսպես ասած դասարանը, եւ ես սիրով համալրեցի այդ ցանկը, որից հետո ճակատագրի բերումով նաեւ մենք համագործակցեցինք օպերային թատրոնում, կոնսերվատորիայում, քանի որ ես դասավանդում եմ այնտեղ արդեն 2001 թվականից, այդպես ստացվեց, եւ համատեղ համերգներ ենք ունեցել բազմիցս։ Վերջերս մեր կարևոր համատեղ համերգներից մեկը եղել է իմ հոբելյանական երեկոն, 50-ամյակ եւ գործունեության 30-ամյակ, որից հետո մենք որոշեցինք շատ բաց չթողնենք ժամանակը եւ մտքեր կային, այս անգամ կենտրոնացանք ռոմանսի երեկոյի, բացառապես հնչում են ռուսական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ընտրվել են գեղեցիկ շարք, որը մեկը մյուսին հետաքրքիր համադրությամբ պետք է շարունակի եւ հանդիսատեսին լսելը պետք է որ չհոգնեցնի։ Տարբեր կոմպոզիտորներ ենք ընդգրկել, Քյուի, Գլինկը, իհարկե Չայկովսկին եւ Ռախմանինովը ավելի գերակշռում են ծրագրում։ Մոտավորապես ծրագրի տևողությունը 1 ժամ 20 րոպե մաքուր երաժշտություն։ Առանց ընդմիջման։ Այո։ Առանց ընդմիջման, այո, տևողությունը միայն երաժշտության։ Ես վստահ եմ այդ 1 ժամ 20 րոպեն 12 րոպե անցնելու մարդկանց համար շատ կարճ է լինելու, որովհետև լավ ասած խոսք է, չի ասում, լավ բան է, այսպես պետք է համը բերանը քիմքին կպնի։ Փորձել ենք։ Հետաքրքիր է, Ելենա, 10 տարիների ընթացքում արդյոք հեշտ էր Քրիստինայի հետ աշխատելը։ Ինձ համար մեծ պատիվ է, որովհետև դեռ ուսանող էի, երբ բեմադրվեց Այդան մեր թատրոնում, բոլոր ներկայացումներին, Բոլոր ներկայացումներին ներկա եմ եղել եւ հիացած եմ ուղղակի ամներիսի կերպարով ու մեծ պատիվ է համագործակցությունը։ Շնորհակալ եմ։ Ինչով է առանձնանում մարտի 26-ի համերգը մնացած համերգներից եւ եթե օրինակ մեկ զգացողություն ընտրեիք, որով պիտի հանդիսատեսը դուրս գար դահլիճից, դա որը կլինի։ Դա մեր գործունեությունն է եւ մենք մեր աշխատանքն է։ Երբ որ կան բաց թողումներ, փորձում ես լրացնել։ Դեռ 2000-2001-ին մենք ունեինք արդեն նախատեսած նման մի քանի ծրագրեր, բայց ինչ-ինչ պատճառներով ընդհատվեց կորոնավիրուսի, հետո հաջորդեցին ոչ լավ օրեր մեր պետության համար եւ կարծես թե ընդհատվեցին այդ համերգները դուրս եկան։ Ժամանակի ընթացքում փորձեցինք ինչու ոչ նորից վերականգնել այն մտահղացում, որ մենք ունեցել ենք միասին, կար նախատեսված հայկական երաժշտության կոմպոզիտորների երեկո եւ ռուսական։ Եվ որոշեցինք այս անգամ սկսենք ռուսական ռոմանսներից։ Նման առաջարկ եղավ մայստրո Դուրգարյանի կողմից հատուկ հանդիսությունների սրահում արդեն հունվարից մեկնարկվում են նման համերգներ։ Պարբերաբար տրվում է այդ հնարավորությունը մեր քրքիշներին օգտվելու այդ դահլիճից եւ ներկայանալ ելույթով որևիցե մի կարևորը որ լինի ծրագիրը, այսինքն համահյունչ լինի։
Մի խոսքով այդպես։ Մենք էլ այդ հնարավորությունից օգտվեցինք եւ ներկայանում ենք ռոմանսների երեկոյով։ Սպասումների մասով նկատի ունենան նաև թե ինչ սպասումներ դուք ունեք հանդիսատեսից։ Նրանք դալիճից ինչ տպավորություններով պետք է դուրս գան ըստ ձեզ, Գիտեք, հետաքրքիր է։ զգացմունքը մեկը չի կարող լինել, որովհետև վոկալ կամերային երաժշտությունը շատ հագեցած է ու կարող է երկու էջանոց փոքրիկ ռոմանսում կարելի է համարել դրամա փոքրիկ, այնքան թեմաներ կան, որ այդ երկու էջը կարող է նկարագրի որևէ մեկի ամբողջ կյանքը։ Եվ սիրո մասին է, եւ անպատասխան սիրո, միայնության, գոյության, ողբերգության, բնության, գեղեցկության շատ Սիրո, տարբեր գարուն, զգացմունքներ։ Այո։ Այն ինչ որ ուզում էի ասեի, քանի որ մենք ունեցանք համատեղ ելույթ մենահամերգը, մեզ շատ էին ասում, հաջորդիվ երբ է լինելու ձեր ելույթը, եւ շատ էին հավանել մեր միասնական դուետը բեմում։ Հատկապես մեր հանդիսատեսի մեջ կային պրոֆեսիոնալ դաշնակահարներ, երգիչներ, մեր լավագույն մեծերը, մայստրո Մանսուրյանը, մի խոսքով, եւ իրանք անձամբ հարցնում են, երբ է լինելու հաջորդիվ ձեր համատեղ ելույթը։ Եվ մենք ուրախ ենք, որ կարող ենք ասել, այսօր մենք ունենք այդ հնարավորությունը եւս հրավիրելու մեր համատեղ ելույթին։ Մենք էլ առիթից օգտվելով եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնենք, սիրելիներս, անպայման տոմսեր ձեռք բերեք ու կանատես եղեք, թե ավելի այսպես կենթանի շփմամբ, թե ինչի մասին ենք հենց այս պահին նաև մենք խոսում, ինչ տպավորությունների, ինչ հույզերի մասին է խոսքը, հատկապես հանդիսությունների սրահն էլ նպաստում է, որպեսզի արտիստների հետ անմիջականությունը ավելի այսպես սերտ լինի ու տպավորությունները լրիվ այլ են համեմատած մեծ բեմի իրականում, այստեղ արտիստների հետ շփվելու եւ նրանց հետ մի մասը ձուլվել դառնալու հնարավորությունը ավելի այսպես զյուրին է։ Հետաքրքիր է, իրոք որ ձեր դուետը շատ ստացված է, ձեր համագործակցությունը շատ ստացված է, բացի մարտի, այսինքն 3 օրից ամսի 26-ից, գուցե նաև շրջագայություն լինի մեր մարզերով, մեր Հայաստանով մեկ, կամ այս նախագիծ ծրագիրը, չգիտեմ, շարունակական ինչ-որ բնույթ կրի։ Լավ գաղափար է, իսկ մարզերում այսպես թե այնպես մենք օպերային թատրոնի մեր ներկիչներս ընդգրկված ենք եւ արդեն իսկ կա այդ պրոյեկտը եւ մարզեր գնում ենք եւ ելույթներ ենք ունենում։ Առաջիկայում ապրիլի մենք երկուսով չի առհասարակ եմ ասում, թատրոնը իր մեջ ներառում է նման պրոյեկտներ։ Լավ միտքեր։ Այո, եւ կարելի ինչու ոչ օգտագործել այդ գաղափարը եւ գնալ մարզեր։ Մեզ չմոռանաք։ Արդեն իսկ կայացած ծրագրով։ Եվ վերադառնալով կոնսերվատորիային եւ գրթական կարգավիճակին, դուք 25 տարի է դասավանդում եք արդեն, ժամանակակից, այսպես, գրթական կարգավիճակն ինչպիսին է եւ ինչպիսին են հիմա երիտասարդները մեզ։ Ժամանակակիցը երևի թե կասեի նույն ավանդույթներն են շարունակվում, այն ինչ որ մենք գրել ենք մեր պրոֆեսորներից, ես ինքս բախտ եմ ունեցել ուսանել Գուալ Գասպարյանի դասարանում, իհարկե դու կրում ես այդ դպրոցը, բայց ինքդ էլ ներդնում ես քո փորձը, արդեն իսկ քո ձեռք բերած անցած ճանապարհից վերցնելով, ես կասեի ավանդույթները պահպանվում են, ուսանողները շատ լավն են, մենք շատ լավ երիտասարդներ ունենք եւ այդ մասին է խոսում այսօր մեր աշխարհում իսկ ելույթ ունեցող մեր լավագույն երգիչներից։ Բայց այսօր մենք կոնսերվատորիայում ինչպիսի ապագա ունենք ուսանողների մասով նկատի ունեմ, կան արդյոք հետաքրքրվածներ, կան արդյոք դիմողներ, մեր Պարվեստի պետական քոլեջը ցավոք սրտի միշտ սաների խնդիր ունի։ Հետաքրքիր է նաև կոնսերվատորիա։ Լավ պատասխանատվոր երաժիշտներ ունենք մենք։ Չունենք այդ խնդիրը կոնսերվատորիայում դիմորդների։ Նույնիսկ հերթ է գոյանում երբեմն ընդունության համար։ Այո, պետք է ընտրվի քանակություն կա, դե որոշակի քանակություն կա։ Իսկ կան լավ երիտասարդներ, խոստովանալից երիտասարդներ, որոնց նույնպես։ Այո, կան։ Մենք հավատում ենք ձեզ։ Հրաշալի։ Մտքի համար չմոռանաք, հիշում եք, չէ՞ որ մարզերի միտքը մենք տվեցինք։ Սիրով։ Շատ լավ։ Եթե հանդիսավոր պետք լինի, եթե կարող եք հիշել, մենք Պայմանավորվեցինք արդեն։ Իրականում շատ շնորհակալություն ձեզ ու ես շատ ուրախ եմ, որ նման արտիստների հետ եմ ամեն օր թատրոնում հանդիպում, ամեն օր շփվում ու նման արտիստները, որոնք նաև դառնում են տալիս են հնարավորություն հանդիսատեսին մեր հայ ժողովրդին եւ ոչ միայն նաեւ զբոսաշրջիկներին դասական արվեստին շատ մոտ լինեն եւ նաեւ սերունդներ են կրթում ինչու ոչ նրանց
մատուցած մշակույթով։ Այո։ Շատ շնորհակալություն ձեզ։ Մենք թող որ ինչի համար դա ասացի, որպեսզի երկարատև լինեն նմանատիպ համագործակցությունները թե ձեր, թե նաև համերգների շրջանակով, որպեսզի այս ամենը ինչքան կարողանա երկար կյանք ունենա։ Երկար կարողանան մարդիկ գալ, երկար կարողանան վայելել, մասը լինել նաև դասական արվեստի։ Շնորհակալություն ամսի 26-ի համար մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն։ Ուզում եի հավելել, որ մենք միամսյակի շրջանակներում ենք արել նաև մեր համերգը, նվիրելով այս մեր ելույթը կանանց տոնին։ Եվ տղամարդիկ, սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի դուք ձեր կանանց ամսի 26-ին հրավիրեք օպերային թատրոն հատուկ հանդիսությունների սրա, միասին վայելեք դասական երեկոն, հետո արդեն կարող եք շարունակել։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ հրավերի համար։ մաղթում։ Մերսի։